Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ողջունում ենք ձեզ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես դիմում եմ մեր այն հարգարժան ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում ենք նրանց ընդամենը սեղմել զանգակոճակը, բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, որպեսզի մեր աշխատանքները դառնան ավելի հետաքրքիր եւ ավելի բովանդակալից։ Սիրելի բարեկամներ, այսօր մեր զրուցակիցն է Մարինա Ռա Զագրեբելնայան։ Ես ճիշտ ընթերցեցի ձեր անունազգանը, հա? ճիշտ ընթերցեցիք։ Բանաստեղծ, ռեժիսոր, դերասան եւ մանկավարժ։ Ձեր տիտղոսներն էլ ճիշտ թվարկեցի, թե ոչ։ Այո, բոլորը ճիշտ է։ Շատ ուրախ եմ, բարով եք եկել։ Մարինա, ազգությամբ հայ չեք։ Ազգությամբ ձեզ համարում եք ռուս։ Ազգությամբ ռուս եմ, բայց ընդհանրապես միշտ այդ հարցին, թե ինչ ազգի եմ պատասխանում եմ, որ միտքս ռուսերեն է, բայց զգացմունքներս ավելի հայկական է։ Այսինքն ես մտածում եմ, իմ մտածելակերպը ավելի ռուսական է, բայց երբ որ հերթը հասնում է զգալուն, ես զգում եմ հայերեն։ Չէ, շատ հետաքրքիր բան, իմ ասացի մեջ բոլորովին ազգային ամոլություն չտեսնեք, ուղղակի շատ հաճելի է ձեզ հյուրընկալելը, որովհետև մինչև ձեզ այստեղ հյուրընկալելը առիթ եմ ունեցել որոշակի չափով ձեզ հետ շփվել, ճանաչել, այսպես ասած, նույնիսկ ունենալ ճանաչողական հանդիպումներ, շփումներ եւ ճիշտ ասած չթաքցնեմ, ավելորդ համեստություն չանեմ, ձևավորել եմ բավականին դրական նախնական կարծիք։ Դրա համար սիրով եմ ձեզ հրավիրել այստեղ, նորից եմ ասում բարով եք եկել եւ ուզում եմ մի քիչ խոսեք, եկել եք Հայաստան։ Արդեն որոշակի ժամանակ Հայաստանում եք։ Հա, արդեն ինչու եք եկել։ Քիչ մնացածին ինչու եք եկել Հայաստան, ինչ առաքելությամբ եք եկել Հայաստան, ինչ գործունեություն եք այստեղ ծավալել եւ ծավալում եւ շարունակում եք ծավալել եւ ինչ կարծիք ունեք Հայաստանի մասին, որպես ազգությամբ ռուս, ոչ հայ անձնավորություն։ Սիրում եմ Հայաստանը, շատ եմ սիրում Հայաստանը։ Ինչու՞։ Իմն ավելի շատ է իմը, քան ինչ-որ ուրիշ երկիր ու միշտ մտածել եմ որտեղ կապրեմ կյանքիս ընթացքում, որտեղ կուզենամ ապրեմ, ու երբ որ եկա Հայաստան հասկացա, որ ստեղ եմ ապրելու։ Ստեղ եմ ապրելու, ստեղ եմ աշխատելու, ստեղ եմ ստեղծելու։ Ինչպես ստացվեց Հայաստանի հետ կապը, շատ հետաքրքիր է ամեն ինչը ստացվեց իրականում։ Ես սիրում եմ պոեզիա ու կարդում եմ պոեզիա ու միշտ անդրադառնում եմ տարբեր երկրների, տարբեր ազգերի հեղինակների եւ ինձ հետ այնպես պատահեց, որ ես կարդացի ռուսերեն լեզվով Սևակ եւ սկսեցի ավելի հետաքրքրվել։ Այստեղ Հայաստանում Չէ, Ռուսաստանում ռուսերեն լեզվով ես կարդացի։ Ես Բելգրադում եմ ապրել, Մոսկվայում եմ ապրել, շատ տարբեր տեղեր եմ ապրել, անգամ բացի Ռուսաստանից ապրել եմ Վրաստանում, բայց Հայաստանը գրավեց իմ սիրտը ու ինչպես է ընդհանրապես եղել։ Բացի Սևակից սկսեցի ես տեսնել էլ ինչ հետաքրքիր հեղինակներ կան ու շատ տարբեր հետաքրքիր հեղինակներ գտա, ռուսերեն լեզվով ընթերցեցի ու հետո հերթը հասավ Նարեկացին, հայտնաբերեցի Նարեկացին, կարդացի ռուսերեն ու հասկացա, որ ես պետքա հայերեն տիրապետեմ ու տիրապետեմ այնքան լավ, որ կարողանամ Նարեկացի կարդամ։ Իմ մասնագիտություններից մեկը նաև հոգեբանն է, ես դրանով շատ չեմ զբաղվում, դրա համար որպես մասնագիտություն ինձ չեմ հաշվում, այսպես ասած, բայց ես կարդացել եմ բազում հոգեբանության գրքեր ու Նարեկացի կարդալուց հետո ես մի բան հասկացա, որ Նարեկացին հոգեբանների հոգեբանն է։ Եթե մարդ զգա Նարեկացի, եթե մարդ հասկանա Նարեկացի, աշխարհում ոչ մի խնդիր չի լինի։ Ես կարծում եմ։ Կարծում եմ, որ միայն իհարկե շատ ուրախ եմ, որ դուք այսպիսի մտքեր եք արտահայտում Գրիգոր Նարեկացու վերաբերյալ, այդ մեծության վերաբերյալ, ուղղակի դուք առաջինը չեք եւ շատ ուրախ եմ, որ դուք այն մարդկանցից եք, որ այսպես հիացած են Նարեկացիով, որովհետեւ Նարեկացին շատ մեծ հոգեբանական, հոգեվոր, մշակութային եւ մարդաբանական, մարդաճանաչողական շերտեր ունի իր մեջ։ Համաձայն եք թե ոչ։ Իհարկե համաձայն եմ։ Դրա համար կարծում եմ, որ ճիշտ ընթացքի մեջ եք, շարունակում եք այսպես հայտնաբերել Հայաստանը, հա, եթե կարելի է այսպես ասեմ, ավելի գնալով ավելի եք հայտնաբերում Հայաստանը։ Հայտնաբերել Հայաստանը ու ոնց որ կյանքը ինձ նշաններ է տալիս, որ ես ճիշտ ճանապարհի վրա եմ։ Ես փորձում եմ գտնել ինձ, փորձում եմ գտնել այն, ինչ իսկապես պետք է անեմ։
ու ճանապարհին ինձ Հայաստանում հանդիպել են շատ հետաքրքիր մարդիկ, որոնք իմ կյանքի վրա շատ մեծ անդրադարձ են ունեցել։ Շատ տարբեր ոլորտներից, թե դերասանական ոլորտից, թե պոետ ընկերներից մեջ, արդեն ընկերների, հա, ու շատ մեծ ազդեցություն ինձ վրա ունեցավ ինձ համար շատ կարևոր ու շատ հարազատ դարձած մարդ Գագիկ Կինոսյանը։ Գագիկ Կինոսյանը ինձ համար միշտ մնալու է իմ կյանքի կարևորագույն մարդկանցից մեկը։ Ես ձեզ հետ միասին չնայած դրա համար առիթ եմ ունեցել եւ նաեւ ցավալի առիթով եմ զրուցակից ունեցել մեր այս տաղավարում եւ խոսել ենք Գագիկի մասին, նրա մեծության մասին եւ ձեզ հետ միասին, քանի որ դուք հիշատակեցիք Գագիկի անունը, ես էլ կրկին անգամ հիշատակեմ, որ ես էլ հպարտությունն ունեմ եւ ունեցել եմ հպարտությունը Գագիկի հետ համագործակցելու, ապարելու եւ երգելու նրա խմբում, նրա Կարին լեգենդար խմբում, այնպես որ այդ հարցում էլ մենք կարծես թե մենք շատ ենք ասել մեր շփումների ընթացքում զրուցել ենք, շփվել ենք, ասենք ինչ լավ է, որ միակարծիք ենք այս հարցում, հաճելիորեն բնական միակարծիքություն, ոչ թե եւ Գագիկին որպես հիրավի ազգային մեծություն, ազգային վերծանող, ազգային առաջ տանող մեծություն, այո, մենք կարող ենք ամեն օր եւ ամեն ժամ հիշել եւ խորապես ամենակարևորը չէ հիշել մենակ ուղակի պարզապես խոսելու համար, այլ պահել նրան մեր հոգում եւ մեր սրտում, այնպես որ նույնիսկ շնորհակալությունն եմ իմ հայտնում Գագիկի անունը հիշատակելու համար։ Ես բանաստեղծություն ունեմ Գագիկ Կինոսյանին նվիրված, երբ որ իմացա այդ վատ ու իմ համար շատ ծանր լուրը, ես երևի մի 3 օր կորցրել էի ինձ, ու հետո շատ հետաքրքիր դեպք եղավ, ես երազ տեսա, որտեղ Կինոսյանի հետ քայլում էինք ու խոսակցություն ունեցանք, ու այդ երազից վերջում ասեցի, պարոն Կինոսյան կլինի նկարվենք, ժպտաց, նայեց ինձ վրա եւ ասաց. Մարինա, ես քեզ այնքան բան եմ տվել, իսկ դու ասում ես նկարվենք, ու ես իսկապես հասկացա ինքը ինձ ինչքան բան ա տվել եւ մի բանաստեղծություն եմ գրել այդ օրերին, եթե կարող եմ ընթերցել, եթե դեմ չեմ։ Դուք նաև ուզվեցիք։ Հա, ես պարոն Կինոսյանի մասին խոսելուց, որովհետև Գագիկի մասին խոսելը իրոք որ եւ հուզիչ է, եւ հպարտություն է, եւ մեծ կարեւորություն, քանի որ Գագիկը ֆիզիկապես է մեզնից ընդամենը հեռացել, ֆիզիկական իմաստով, բայց հոգեվոր ու բարոյական իմաստով իսկական հայերի մեջ է, իսկական հայկականը գնահատող հայերի մեջ է, իմ կարծիքով, եթե ինձ հետ համաձայնեք։ Այո, ընթերցեմ։ Համեցեք։ Կարոտում եմ իմ ուսուցիչ։ Մոլորված հոգիս փնտրում է պատկերդ։ Էությունս էլ չընկալեց կողքիս չլինելդ։ Փնտրում եմ տեսակդ ամեն անցորդում, բայց զուր է, միակն ես ամբողջ աշխարհում։ Կերտել ես միտքս, հոգիս, էությունս, բացել ես դուռը դեպի ինքնությունս, տվեցիր այն, ինչ ոչ ոք չտվեց, ուղղություն կյանքի, դեպի ինձ, արահետ։ Մոլորված հոգիս փնտրում է պատկերդ, էությունս էլ չընդունեց չլինելդ։ Երբ ճանաչեցի ձեզ, նորովի նայեցի մարդկանց կյանքին ինձ, ու գիտեմ էստեղ եք կողքիս, կաք, հրաժարվում եմ ձեզ կորցնելուց, չեմ ընդունում ձեր չլինելը։ Շնորհակալություն։ Մարինա, մի քիչ գուցե խոսեք ձեր մանկավարժական գործունեության մասին։ Այ մանկավարժությունը այն ամենա, այսպես ասած, ինձ համար գոնե մեր օրերում եւ խոցելի եւ նաեւ կարեւոր կողմերից մեկն է մեր հասարակական կյանքի, մեր երկրի, որովհետեւ դրանից է սկսվում շատ ու շատ բան, եթե չասեմ ամեն ինչ։ Դրանից է սկսվում մատաղ սերնդի հայ մարդու, հայ հասարակության անդամի ձևավորման ընթացքը, շատ կարեւոր ընթացքը։ Այ դուք նաև մանկավարժական գործունեություն եք ծավալել եւ շարունակում եք ծավալել, չէ՞, ճիշտ է։ Այո, իհարկե։ Ինչն է այսօր պակասում մեր մանկավարժական, այսպես ասած, գործունեությանը եւ օրինակ ինչն եք դուք ցանկանում, որ լինի, որը չկա։ Ես կարծում եմ, որ պետք է հիշել, որ առաջի հերթին մենք գործ ունենք երեխաների հետ։ Այո։
Երեխաներն էլ փոքրիկ մարդիկ են։ Մենք պետքա դա երբեք չմոռանանք, այսինքն մենք չպետքա իրանց հետ շփվենք ու մեզ բարձր համարենք։ Մենք պետքա իջնենք իրանց աստիճանի ու շփվենք շատ անմիջական։ Ամենակարևորը մանկավարժի գործի մեջ սերն է։ Մի անգամ դասի ժամանակ, երբ որ դեռ համալսարաններից մեկում էի սովորում, դասախոսը հարցրեց. «Ինչ եք կարծում, ինչպիսին պետք է լինի մանկավարժը ու ինչ պետք է անի»։ Ես պատասխանեցի, ասեցի երեխաներին պետք է սիրել։ Եթե դու սիրես երեխաներին, քո մոտ այդ ոլորտում ամեն ինչ կստացվի։ Ինքը ասեց. «Ոչ, Մարինա, դու պետք է լինես խիստ, պետք է լինես պահանջկոտ», բայց ես իր խոսքերին չհետևեցի ու երեխաների հետ միշտ անմիջական եմ։ Իրանք իմ համար ընկերներ են, իրանք իմ համար հետաքրքիր են։ Ես իրանց մեջ տեսնում եմ հետաքրքրություն, ես իրենցից սովորում եմ։ Ամենակարևորը մանկավարժության մեջ երեխաներին սիրելն է։ Իսկ ինչ պետքա փոխենք։ Պետքա փոխենք որոշակի շատ լուրջ հարցեր կան կրթական համակարգում, հիմա դպրոցներում, որը ինձ այդքան էլ դուր չի գալիս։ Շատ ստանդարտ են դասեր անցկացնում։ Այսինքն գիտեն, որ H35-ի վարժություն 7-ը պետքա ծրագրով անեն։ Ու անում են այդ վարժությունը։ Ասեք, շատ համարձակ ասեք, մեր հաղորդումը հենց կոչվում է անկաշկանդ զրույց, որ անկաշկանդ քննադատեք վատը եւ հանուն լավի։ Ես չեմ քննադատում, ես ուղղակի ուզում եմ, որ մենք կարողանանք օգտակար լինել երեխաներին, իսկ երեխաներին պետք է հետաքրքրացնել։ Օրինակ, մենք էլ մեզ երբ ենք ինչ-որ բանը լավ անում, երբ որ մեզ հետաքրքրում է, նույնն էլ երեխաները։ Երբ որ ես մտա առաջի անգամ դպրոց, ես հասկացա, որ երեխաներին պետքա խաղալ, երեխաների հետ պետքա զրուցել, պետքա իրանց կարծիքը հարցնել, պետքա իրանց հետ լինել նենց, ոնց որ դու կաս։ Ու երբ որ իրանք տեսնում են այդ անկեղծությունը, երբ որ իրանք զգում են քո սերը, իրանք սկսում են սովորել։ Այսինքն դու էլ կարիք չունես պահանջելու, որ իրանք սովորեն։ Իրանք ինքնուրույն գալիս են, հավելյալ ինչ որ նյութեր են բերում հետաքրքիր ու զարմացնում են քեզ։ Այսինքն պետքա թողես երեխան ստեղծագործի ու ամենակարևորը պետքա երեխային ոչ թե սովորեցնես, այլ սովորեցնես սովորել։ Այսինքն թե ինչպես ինքը պետքա վարվի, ինչպես դասարակ սովորի, ինչպես նա պետքա անգիրը սովորի, որ հեշտ հիշի։ Այսինքն բնականորեն պիտի դնես այդ մղումը երեխայի մեջ, կարողանաս հասնել նրան, որ ոչ թե պարտադրաբար, այլ բնականորեն մղելը, դնել այդ մղումը։ Ինչ ենք խոսում մենք, որ ազատ աշխարհ եւ այլ ազատ աշխարհը մենակ խոսքերի մեջ չի կամ կներեք մենակ ազատ այլասերվելու իրավունք ունենալու մեջ չի, ընդհակառակը դու երեխային պիտի կարողանաս, չէ՞, ես ձեր միտքն եմ մի քիչ փորձում ձեզ հետ միասին բացել։ Այսինքն դու պիտի երեխայի մեջ այդ բնական ստիմուլները, խթանիչները դնես, որպեսզի նա գա դեպի կրթություն։ Հա, ու պետք է իրան սովորեցնես ինչպես նա դա անի։ Նա չգիտի։ Նա եկել է եւ օգնություն է դպրոցում երեխան օգնություն է փնտրում։ Նա ուզում է հասկանա ինչպես սովորեմ։ Օրինակ երեխակը ասում է ես չեմ կարողանում հիշեմ այս անգիրը։ Դու պետք է հասկանաս ինքը ինչ հիշողության ձև ունի։ Ինքը լսողական է լավ ընկալում, թե տեսողական է լավ ընկալում։ Դա լուրջ աշխատանք է, որը պետք է բոլոր ուսուցիչները կատարեն։ Դու պետք է հասկանաս երեխայի բնավորությունը, այդ պահի տրամադրությունը, ամեն ինչը պետք է հաշվի առնես, ու երբ որ դու մոտենաս երեխային ինչպես անհատի, դու կստանաս շատ լավ արդյունք։ Շնորհակալություն Մարինա, լավ ընտանիք ունեք, ես որքան հասկանում եմ։ Օգնում է ձեր ընտանիքը, անձնական կյանքը ձեր ստեղծագործական ծրագրերին, թե խանգարում է։ Պրովոկացիոն արժան մի քիչ։ Իմ ընտանիքը իմ համար ամեն ինչ է ու մի բալիկ ունեք, չէ՞, առայժմ դեռ մի չկնաղ բալիկ։ Դեռ այո։ Աստված նրան պահապան, ինչպես կասեր հայ ժողովուրդը։ Շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Իմ ընտանիքը իմ համար ստիմուլ է ու երբ որ հասկանում ես, որ կան մարդիկ, ով միշտ քո կողքին են անկախ ամեն ինչից, դա ավելի ուժ է տալիս։ Դրա համար ես շատ ուրախ եմ, որ ընտանիքը անձնականը քեզ օգնում է, անձնականը օգնում է քո գործնականին, հա, ճիշտ է։ Հա, իհարկե։
մի քիչ քանի որ ստեղծագործող մարդ եք իմ հեղինակային հաղորդաշարում շատ են քաղաքական եթերները, այսպես ասած, եւ այսօր շատ ուրախ եմ, որ մշակութային զրուցակից ունեմ, այսպես մշակույթի մարդ, կրթության մարդ, արվեստի մարդ։ Ես ուզում եմ մի քիչ այսպես ավելի համեղ դարձնենք մեր այսօրվա զրույցը ձեր մի քանի հետաքրքիր ստեղծագործությունների ընթերցումով։ Կարծում եմ դուք դատարկ ձեռքով չեք եկել, չէ՞։ Իհարկե, ձեր համար պատրաստել եմ։ Հարցից մեջ նաեւ մի քիչ խոսեք ձեր ստուդիայի մասին եւ այդ know-how-ի մասին, որ ուզում եք այսօր ասել, այսօր մեր տաղավարից եւ վերջում էլ իհարկե մեկ-մեկ ես սիրում եմ մեր հեղինակային հաղորդաշարի եզրափակման փուլում ասել ձեր ուղերձը մեր ունկնդիրներին։ Շատ լավ, ես ասեմ, որ ներկայացնեմ, հա, ես ունեմ իմ թատերական ստուդիան, թատերական ստուդիան կոչվում է Ռակուրսի, ինչի Ռակուրսի, որովհետև ես 10 տարեկանում տեսել եմ երազ, ու հասկացել եմ, որ երազ եմ տեսել, որ պետքա տարածեմ լույս, ինչով կարող եմ մարդկանց օգնեմ, առաջի հերթին մտածեմ մարդկանց մասին, ոչ թե իմ մասին, ու 10 տարեկանից այդ երազից հետո իմ կյանքը փոխվեց։ Իմ կյանքը փոխվեց եւ ես հասկացել եմ, որ ես պետք է ամեն կերպ ծառայեմ մարդկանց, ու այդտեղից էլ եկավ Մարինա Ռան, Ռան նշանակում է արև, հա թե ինչու եք ռա։ Այո։ Իսկ Ռակուրսին երկու իմաստ ունի, համ ես մարդկանց իմ թատերական ստուդիայում իրենց ցույց եմ տալիս իրենց ուրիշ ռակուրսից, այսինքն ուրիշ տեսանկյունից, իրենց օգնում եմ բացահայտեն իրանց, ճանաչեն ավելի շատ իրանց, համ էլ ոնց որ ռայի կուրսերը երկու իմաստ ունի, իմ թատերական ստուդիայում ինչն է հետաքրքիր, որ ես չեմ աշխատում դերասանների հետ, ես աշխատում եմ մարդկանց ցանկացած ոլորտի մարդկանց հետ եւ օգնում եմ այդ մարդկանց գտնել իրենց եւ բարձրանալ ինչու ոչ բեմ։ Նաեւ ներկայացումներ ենք բեմադրում տարբեր բեմերի վրա, այսպես ու շատ հետաքրքիր է ստացվում։ Բեմադրել ենք Համլետը, բեմադրել ենք Լերմոնտովի գործերից, բեմադրել ենք Շեքսպիրյան սոնետների հիմքի վրա, հա, շատ տարբեր է մեր գործունեությունը։ Ձեր ստուդիայի հետ կապված, որ մինչև մեր այս եթերը դուք ուզեցաք, որ դա հայտնել մեր եթերով։ Հա, ես առաջարկում եմ սենց մի հետաքրքիր բան, մեզ հետևողների համար, հա։ Եթե ինչ-որ մեկը կոմենտարիաներում ինչ-որ կոմենտարիա գրի, մենք ինչ-որ մեկին պատահականության սկզբունքով հնարավորություն տանք իմ ստուդիայում անվճար սովորելու։ Հիանալի է, տեսեք, այդ հնարավորություններ տվեցինք մեր եթերով, էլ ինչ են ուզում, չէ։ Իմ կարծիքով արձագանքողներ կգտնվեն, եւ շատ եմ ուզում, որ ձեր ուղերձը ասելուց առաջ մի քանի հետաքրքիր ստեղծագործություններ ընթերցեք եւ Այս հատվածը, որ ես ընթերցելու եմ, իմ վերջին ներկայացումից է, սկիզբը առաջի 4 տողը Շարլ Ազնաուրի երգն է, որը թարգմանել են հայերենով ու կատարել է երգել է Շուշան Պետրոսյանը, իրանից շատ ոգևորված, ոնց որ այդ տողերով սկսեցի իմ բանաստեղծությունը, հեսա կարդամ միասին կհասկանանք։ Խնդրեմ։ Տարեք ինձ այդ ափերը հեռու, տարեք այնտեղ ուր ամառ է արև, արևի տակ այս կյանքի բեռը միգուցե կլինի քիչ թեթև։ Լինել թե չլինել այս է խնդիրը, որն է հոգեպես ավելի ազնիվ, տանել գորբախտի պարսաքարերը եւ սլաքները, թե զենք վերցնել, ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ եւ դիմադրելով վերջ տալ բոլորին։ Լինել, քանզի ամեն մայրամուտ ունի իրեն հաջորդող լուսաբաց եւ քանի դեռ արևը փայլում է, հաղթելու ենք ու չկա մի կաթիլ կասկած։ Լինենք, քանզի հայոց երկիրը ծովից ծով մենք կմաքրենք մոլախոտից։ Չկա ոչ ոք, չկա ոչ մեկ, որ կունենա հայի կամքից։ Լինենք, քանզի մեր նոր սերունդը կապրի անկախ, կբուժվեն վերքերը ջերմ արևից։ Հավատում ու սպասում ենք, որ ամեն զինվոր կռվից տուն կգա, ու հանգիստ սրտով իր մոր թխած հացի հոտը կզգա, վիշտ ու ցավեր, արյուն ու աղետ, բայց վերջ սա ավարտն է, Աստվածն է մեզ հետ, թող չլինի թշնամին, վերացնենք անհետ, չլինի թշնամին այսօր եւ հավետ, վիշտ ու ցավեր, արյուն ու աղետ, մեր հոգում կա Աստված,
հաղթանակն է մեզ հետ։ Լինել, որովհետև հային չի կարող վերացնել թշնամին, հայերն են տվել կյանք ազգերին, ու հայը լսիր, չի պարտվի, ու ուժը հայի չի կոտրվի։ Հայերս, իմ ազգ, ելնենք ոտքի, թող մեզ չկոտրի ոչ մի թշնամի։ Լինենք քանզի նա ժպտում էր ամայի դաշտում կրծքին սեղմած դրոշը հայոց, ինչքան աստղեր կան երկնքում, այդքան կապրի ազգը հայոց։ Ինչքան մեծ է օվկիանոսը, այնքան մեծ է սիրտը հայի, ու ժպտալով առաջ են գնում, ժպտացող մարդը չի պարտվի։ Իմ հայ ժողովուրդը այսօր էլ է ժպտում, միշտ աղոթում ու հավատում։ Ես գիտեմ, հաղթելու ենք, չկա տարբերակ, բան չմնաց, կունենանք հաղթանակ։ Լինենք, քանի մենք անելիք ունենք։ Մարմինս փշաքաղվեց, բրավո։ Եվ հիշեցի Գագիկ Գինոսյանի խոսքերը մինչև այդ որ զրուցել ենք ձեզ հետ։ Հիշում եք ինչ էր ասել ձեր մասին։ Գուցե դուք ասեք, ես չասեմ։ Հա, իհարկե, պարոն Գինոսյանը միշտ մեր խոսակցությունների ընթացքում սենց կիսա կատակ, կիսա լուրջ ասում էր Մարինա, ասում է ինձ մի բան ճիշտ ասա, էլի խնդրում եմ, ասում է քեզ կարող է միտեղ խաբել են, ասում է ու դու հայ ես։ Միգուցե, որովհետև կան ցավոք սրտի գուցե չեմ ուզում այսպես լավ բանով ասել, բայց կան գուցե հայեր, որ այդքան չեն կարողանում իրենց հայկականը իրենց մեջ եւ առհասարակ արժևորել, բայց ես այս բանաստեղծությունը լսելիս ձեր ընթերցմամբ ես հասկացա, որ դուք խորապես արժևորել եք հային ու հայկականը, իսկական հայկականը եւ դրա համար եւ նույնիսկ ես իմ խոր երախտագիտությունն եմ հայտնում ձեզ անկեղծ երախտագիտությունը, որովհետև դուք արդեն կարծես թե հայացել եք մի զգալ ամեն դեպքում ամենևին չանտեսելով ձեր ազգային ինքնությունը, բոլորովին ամեն դեպքում իմ սլակները չուղելով ընդեմ ձեր ռուսական ազգային ինքնության, որը կարծում եմ դուք չեք կարող չհարգել, չեք կարող չընդունել, բայց մի զգալի չափով դուք պարզապես սիրահարվել եք հայկականին, չէ՞։ Սիրահարվել եք Հայաստանին եւ հայությանը, հայկականությանը, որը ինձ համար շատ գովելի է եւ շատ բնականաբար շոյիչ հանգամանք, շոյող հանգամանք։ Գինոսյանի հետ այդ նույն խոսակցության ժամանակ ես ասացի, իրան պատասխանեցի, ասացի, ես շատ կուզենամ դառնալ հայ եւ ես դրա համար ամեն ինչ կանեմ։ Այսինքն հայ լինելու համար ես կաշխատեմ, որ ունենամ այդ մտածելակերպը, կարողանամ կրեմ այդ մշակույթը, ու մի օր ես ինձ կհամարեմ լրիվ հայ, ինչի՞ չէ։ Եվ ձեր ուղերձը Մարինա, մեր այսօրվա հաղորդաշարի եզրափակիչ փուլում իմ կարծիքով կլինեն էլի հանդիպումներ, կլինեն էլի համագործակցային հետաքրքիր գուցե առաջարկներ կապված մեր ալիքի հետ, մեր մեդիայի հետ, ամեն դեպքում այսօր ձեր ուղերձով թույլ տվեք ավարտել մեր այսօրվա թողարկումը։ Շատ լավ։ Բոլորին ուզում եմ խնդրել եղեք լույս եւ տարածեք լույս։ Հրաշալի ուղերձ միանում եմ ձեզ։ Ես էլ եմ գտնում, որ այսօր մեր առհասարակ աշխարհում լույսն է պակասել եւ դժբախտաբար խավարն է շատացել եւ ամեն մեկս նաեւ հիշելով այն խոսքերը, եթե մի մոմ վառի, ապա լույսը աշխարհում կշատանա։ Այո։ Եվ փորձենք շատացնել լույսը աշխարհում։ Մարինա, շնորհակալություն, գիտեմ, որ բավականին զբաղված մարդ եք, տեղից տեղ եք վազվզում, լավ եք անում, երիտասարդ եք, կոռեկտության իրավունքով չեմ հարցնում անգամ ձեր տարիքը, ասում եմ, որ շատ երիտասարդ եք, առույգ եք, կյանքով լեցուներ, միշտ ցանկանում եմ ձեզ, ձեր ընտանիքին բարօրություն, բարեկեցություն, միշտ այսպես եռանդով եւ աշխատունակությամբ լեցուն լինեք եւ շնորհակալություն, որ ժամանակ գտաք ու վերջապես եկաք մեր տաղավար։ Ես եմ շնորհակալ, ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Շատ ուրախ եմ, որ այսօր ինձ հյուրընկալեցիք եւ հույս ունեմ շատ հետաքրքիր դեր ճանապարհ եմ ես սպասվում։ Այո, այսպես ասենք, չմասնակիացնենք, հետո արդեն մեր ունկնդիրներին կփորձենք հետաքրքիր անակնկալներ մատուցել, այո, այսպես։ Այնպես որ շնորհակալություն, որ եկաք։ Սիրելի բարեկամներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ եւ մեր այսօրվա զրուցակիցն էր բանաստեղծ, ռեժիսոր, դերասան եւ մանկավարժ Մարինա Ռա
Զագրեբելնայան։ Ես դիմում եմ մեր այն սիրելի ունկնդիրներին, որոնք նոր են սկսել հետևել մեր One Talk YouTube-յան ալիքի աշխատանքներին, նախագծերին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին եւ խրախուսել մեր աշխատանքը։ Բոլորին ցանկանում եմ լավատեսություն, լավ տրամադրություն, ամենայն բարիք։